Ջոան Դիդիոնն ամերիկացի գրող, լրագրող է, Կալիֆոռնիայի համալսարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Նյու Յորք, աշխատել է Vogue-ում։ Այդ տարիներին ծանոթացել է իր ամուսնու գրող Ջոն Գրեգորի Դանի հետ։ Նրանք ամուսնացել են 1964 թվականին ու որդեգրել են Քինթանային։ Ջոնը ամեն ինչում աջակցում էր ինձ, իրար օգնում էինք ամեն հարցում, հատկապես գրելու ու հրատարակվելու։ Իմ գրքերն ու ստեղծագործություններն առաջինը նա էր կարդում, ես էլ նրանը։ Մոգական մտքերի տարին գրել է ինքս իմ նկատմամբ բռնության արարքի պես մի բան էր։ Առաջին անգամն էր, որ Ջոնը չէր լինելու առաջին ընթերցողն ու իր կարծիքը չէր ասելու։ Ջոնի հետ կապի վերջին թելն էր խզվում։ Մոգական մտքերի տարին հոգեբանական, ինքնակենսագրական, իրական ու դառը պատմություն է կորստի ցավի մասին։ 40 տարի ապրում, աշխատում ու ստեղծագործում էին միասին։ Ջոանի ամուսինը հանկարծամահ է լինում այն ժամանակ, երբ նրանց միակ դուստրն էլ սեպտիկ շոկի պատճառով վերակենդանացման բաժնում էր։ Ջոանը երկար ժամանակ չի համակերպվում ամուսնու մահվան փաստի հետ եւ սպասում է նրա վերադարձին։ Ջոան Դիդիոնը նկարագրում է ամուսնու մահից հետո իր ապրած 1 տարին։ Գրողին տանջում է նաեւ մեղքի զգացումը, գուցե կարող էր որևէ կերպ փրկել նրան, նկատել ճակատագրական նշանները, որոնք կհուշեին ողբերգության մասին։ Ես պետք է գրեի այդ պատմությունը, քանի որ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Ջոնը մահացավ 2003-ի դեկտեմբերի 30-ին։ Ես սկսեցի գրել 2004-ի հոկտեմբերից։ Ուղղակի չէի հասկանում, որ խելագարվում էի։ Մահվան հետ առնչվելն ամենադաժան բանն է, որ մարդու հետ կարող է պատահել։ Վիշտը կլանում է քեզ, խենթանում ես դրանից, ֆիքսվելով այն մտքի վրա, որ սիրելիդ ուղղակի չէր կարող հենց այնպես անհետանալ։ Ու սկսում ես քեզ ուժեղ երևակայել, ցույց չտալ, թե որքան քարուք հանդեսներ քուստ։ Հետո գալիս է ինքդ քեզ խղճալու պահը։ 2 տարում Դիդիոնը 2 մեծ ողբերգություն է հաղթահարել։ Ամուսնու մահից հետո 2005 թվականին մահանում է նաև դուստրը Քինթանան։ Նա ընդամենը 39 տարեկան էր։ Այս դեպքերի մասին հեղինակը նույնպես գրում է գիրք Կապույտ գիշերները։ Մոգական մտքերի տարին գիրքը Դիդիոնը գրել է 2004-ին, 88 օրում ամուսնու մահից հետո։ Գրքի հրատարակումից հետո հեղինակը մեծ տուրնե է ձեռնարկում։ Սգի ընթացքում կատարված այս բուկ տուրը գրողի համար ունենում է թերապևտիկ նշանակություն։ 2007 թվականին Ջոան Դիդիոնը մի դերասանուհու համար մոգական մտքերի տարին վերածում է ներկայացման։ The details will be different, but it will happen to you. That's what I'm here to tell you. John died in December. 40 տարվա մեջ առաջին անգամ ես ինձ տեսա ուրիշի աչքերով որպես ծեր կին։ Միայն Ջոնն էր պահպանում այն պատրանքը, որ ես դեռ 29 տարեկան եմ։ Նրա թաղմանորը հասկացա, առանց նրա երբեք չեմ հասկանա կատարվածի անշրջելիությունը։ Միայն Ջոնը կարող էր բացատրել ինձ իր մահը։ Նրա վերադարձը արագացնելու համար բացեցի նոթատետրս, որը կարծես դուռ լիներ դեպի անդրշիրիմյան աշխարհ, եւ քայլեցի դեպի նա։ Ջոան Դիդիոնի մոգական մտքերի տարին հուշագրությունը 2005-ին արժանացել է Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի, պարգևատրվել է Արվեստների եւ Գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալով, քննադատության եւ Bells Letters անվանակարգում։ 2007-ին ստացել է գրքի ազգային հիմնադրամի մեդալ ամերիկյան գրականության մեջ ակնառու ավանդի համար։ Միացյալ Նահանգների Penn Center-ը Դիդիոնին շնորհել է կյանքի նվաճումների մրցանակ։ Նախագահ Բարակ Օբաման 2013-ին նրան պարգևատրել է Արվեստների եւ Հումանիտար գիտությունների ազգային մեդալով։ Ջոանը 2021 թվականին մահացել է Պարկինսոնի հիվանդությունից։